Ճարակոց մեջ 4 լուսամուտն է, որ գմփած տունը իմացա թե բոմբ էր տրակեց, բուծավ, վեսա մենք եք կլղջվենք։ Ճամբարակ քաղաքի բնակչուհին հիշում է հունիսի 11-ին տեղի ունեցած դժբախտ պատահարի մանրամասները, ասում է փլուզված շենքից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող իրենց բնակելին եւս լրջորեն տուժել է եւ զգալի նյութական վնասներ են կրել։ Նրա խոսքերը հաստատում է հարևանուհին, ընդգծելով, որ մինչ օրս մարդիկ վերանորոգում են իրենց վնասված բնակարանները։ Մեր շենքը շատ մեծ վնասներ ա կրել։ Ամբողջությամբ պատուհանները թափվել են, ճաքեր են առաջացել, մարդկանց գույքը փչացել է։ Մեր շենքն է դավթարային։ Այստեղից այսպես ուտելա ու գնացի։ Այդ ռեմոնտ են կարել ներսից դրսից, գիտես ինչեր են կարել, լրիվ պատալոկ որ տենակ ինչ վիճակ է։ Բնակիչների խոսքով իրենց ֆինանսական որոշակի աջակցություն է ցուցաբերել Կարմիր խաչը, սակայն դա բնականաբար կրած վնասները վերականգնելու համար բավարար չէր։ Հիշեցնենք, որ Ճամբարակի շենքերից մեկում հունիսի 11-ին գազի արտահոսքից տեղի էր ունեցել պայթյուն, շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկում փլուզվել էին 3 հարկի բնակարաններ, մասամբ փլուզվել էին նաև մուտքին կից բնակարանները, զոհվել էր 6 մարդ։ Միջգերատեսչական մակարդակով մարզային եւ համայնքային իշխանությունների ներգրավմամբ գնահատվել էր փլուզված շենքերի բնակիչների կարիքները։ Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանի տեղեկացմամբ փլուզված շենքի բնակիչների ժամանակավոր բնակապահովման հարցը անմիջապես կարգավորվել է։ Շենքում կար 44 բնակարան, սակայն դժբախտ պատահարի ժամանակ 25-ն է բնակեցված եղել, մյուսները կամ այլ հասցեներում են բնակվել կամ համայնքից բացակայել են, թեև սեփականության իրավունք ունեն։ Բոլորն էլ այդ իրավունքը ունեն, բայց այդ 25 ընտանիքին հիմա համայնքապետարանը իր միջոցներից յուրաքանչյուր ամիս բնակարանի վարձի փողը ինքը փոխհատուցում է սեփականատիրոջը։ Մեր տունը, որտեղ որ մնում ենք 55,000 է գնահատված։ Մենք չենք ստանում, տանտերն է ստանում, փոխանցում են տանտիրոջ հաշվի համարին։ Այժմ կիսական շենքի բնակիչներն ապրում են տարբեր վայրերում վարձակալած տներում, սպասում են կառավարության որոշմանը, թե ինչ տարբերակով կլուծվի տուժածներին նոր բնակարան հատկացնելու հարցը։ Մեկ բան հաստատ է, պայթյունից վթարային դարձած շենքը ամբողջությամբ կապամոնտաժվի։ Ճանաչվել է այլևս վթարային բնակության համար ոչ պիտանի եւ քանդման նախագիծը արդեն պատվիրվել, առաջիկայում երևի նաև մրցույթ կհայտարարվի կազմակերպություն ընդգրկվելու համար։ Կառավարությունում քննարկումների փուլում են նոր շենք կառուցել, թե բնակարանի գնման վկայագրեր հատկացնել, տարբեր նախագծեր են առաջարկել, տարբեր մոտեցումներ կա հարցին, սպասում են, թե որ տարբերակը կընտրվի։ Տարբերակներ, հա, բայց դե որը կլինի, մենք էլ չգիտենք, իրանք էլ երևի հելա որ տեղյակ չեն։ Բնակիչները նշում էին, որ իրենց համար ամենացանկալի լավագույն տարբերակը քանդման ենթակա շենքի տեղում նորի կառուցումն է։ Ցանկալի է, բայց արդեն կառավարությունը կորոշի։ Ին որոշելը շատ քիչ է, հետո ամես հարցնում։ Ամեն դեպքում բնակիչները չէին դժգոհում, չէին տրտնջում, միայն հույս էին հայտնում, որ կառավարությունում քննարկումներն արագ ընթացք կունենան եւ իրենց բնակարանով ապահովելու հարցը կլուծվի գալիք 2026 թվականի ընթացքում։ Էդուարդ Մխիթարյան, Համբարձում Պապոյան, Regions TV, Ճամբարակ։